Աստվածաշունչը ճիշտ է, թե ոչ։ Մենք պետք է դադարեցնենք միմյանց դեմ կռվելը, սկսենք պայքարել սատանայի դեմ։ Պետք է ճիշտ նշանակետին հարվածել։ Աստված ասաց, որ այս վերջին օրերին վիճարկվելու է քրիստոնյաների հեղինակությունը։ Եվ ես ուզում եմ ձեզ ասել հենց հիմա, որ կան միլիոնավոր քրիստոնյաներ, ովքեր փոխադարձաբար նույնիսկ չեն արձագանքի սատանային։ Նրանք նույնիսկ չեն դիմադրի։ Նրանք ոչինչ չեն անի։ Նրանց եկեղեցու անդամներից մեկի հետ կարող է ինչ-որ բան պատահել, եւ նրանք ուղարկեն ուղիղ հոգեբուժարան։ Կուղարկեն նրան սատանայի փոսը, Աստծո զորավոր զորությամբ նրան ազատելու փոխարեն։ Ես խոսում էի Վիսկոնսինում տղամարդկանց ժողովի ժամանակ, եւ երբ ավարտեցի, լյութերական հովիվը քայլեց հենց միջանցքի մեջտեղով եւ սկսեց լաց լինել։ Նա ասաց, որ ես իմ այցելուներից երկուսին ուղարկել եմ գժանոց եւ ասաց, դատելով ձեր ասածից այսօր առավոտյան, ես գնալու եմ նրանց այնտեղից հանելու։ Ես աղոթեցի նրա համար։ Ես ասացի, պարզապես տեղեկացրեք ինձ այդ մասին, խնդրում եմ։ Մի 2 շաբաթ անց ես զանգ ստացա։ Նա ասաց, եղբայր Սամրալ, նրանք երկուսն էլ ազատ են, երկուսն էլ տանը։ Նա ասաց, որ ես բարձրացել եմ այնտեղ, սատանային հանել եմ նրանց միջից, բերել եմ նրանց տուն եւ ասել, որ երկուսն էլ լավ են։ Այնտեղ կռիվ է ընթանում։ Ինչ ես պատրաստվում անել։ Դու նմանվելու ես այդ լյութերական հովիվին ու կասես, հեյ, ես Աստծո կողմից եմ եւ ես հաղթող եմ։ Ես պարտվող չեմ։ Եվ այդ ժամանակ դու կհաղթես ճակատամարտում։ Բայց եթե ընդունես բացասական կողմը, անհավատության եւ վախի կողմը, կկործանվես։